Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ ընդհանուր առմամբ համընդհանուր ապահովագրության ամբողջական փաթեթը պատկերացնենք տարիներով եւ եթե ես այստեղ կսխալվեմ, խնդրում եմ իրար հետ հետևենք այս փուլերին։ Ուրեմն առաջին փուլում 2026 թվականին ամբողջ պետական բյուջեի հաշվին, այսպես ասած, առողջության ապահովագրության շրջանակի մեջ են մտնում 5 խումբ մարդիկ, թոշակառուները 65+, մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամության կարգ ունեցողները, ավելի պարզ ասեմ, զոհվածին ծառայողի ընտանիքի անդամները եւ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողները, որոնք բավականին մեծ խումբ են կազմում եւ լիովին, այսինքն իրենք ապահովագրավճար չեն վճարում եւ ամբողջությամբ օգտվում են պետական բյուջեից։ Նաեւ այստեղ ավելանում են 200-ից 500 հազար եւ նաեւ 500-ից 1 միլիոն ստացող աշխատողները, որոնք ապահովագրավճար վճարողներ են եւ եւս ապահովագրության փաթեթի մեջ ներառվողներն են։ Երկրորդ փուլը, որը որ սկսվելու է 2027 թվականից, արդեն իր մեջ ներառում է քաղաքացիա իրավական պայմանագրով աշխատողները, որտեղ դուք նշեցիք, մեկ էլ пассив եկամուտ ստացողները, ճիշտ է թե ոչ։ Այլ խումբ չկա այստեղ եւ երրորդը 2028 թվականից արդեն փոխկապակցված անձիկ, ովքեր ընտանիքի անդամները կհամաձայնեն 28 թվականից նրանց փոխարեն ապահովագրավճար վճարել եւ օգտվել ապահովագրությունից։ Սակայն այստեղ մի հարց է առաջանում պետական աշխատողների նաև այս մասով էլի պետական աշխատողների համար կանխարգելիչ բուժումը երբ է սկսվում, երբ կարող են իրենք օգտվել ապահովագրության շրջանակներում իրենց կանխարգելիչ բուժման, այսինքն գնան այդ ստուգումները անցնեն եւ այլն պետական աշխատողների համար։ Ի նկատի ունեք սոցփաթեթի շահառուները։ Այո։ Եվ նաեւ մի հարց էլ միջև ապահովագրության ներդրումը հաշվարկ ունենք, թե թոշակառուն ինչքան գումար էր ծախսում իր առողջության վրա ամեն ամիս։ Մենք նման հաշվարկ վիճակագրություն ունենք։ Նախ ես մի քանի այսպես վիճակագրական տվյալներ ներկայացնեմ, քանի որ մենք մեր օրենքով սահմանել ենք տարիքային շեմ 65+-ը, այս առումով, որպեսզի շփոթություն չլինի, մենք միշտ նշենք 65+ տարիքի անձինք եւ այսպես, ուրեմն ընդհանուր առմամբ այսօր համակարգում ներառված է 1,571,181 անձ։ Այս ուրեմն թվի մինչև ուրեմն 18 տարեկանները 39.9%-ն են, 65 տարեկան եւ ավելները 32.5%-ն են, 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող խումբը 18.3%-ն է, սոցիալական աջակցության խմբերը 9.3%-ն են, այսինքն ընդհանուր անձանց շրջանակի միայն 18.3%-ն է, որ ապահովագրավճար վճարող է եւ մյուսները ըստ էության պետական հոգացության ներքո են։ Սա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է, որ պետության միջոցները իսկապես նման մեծ քանակի անձանց են ուղղվում առողջության ապահովագրությունը ապահովելու համար։ Ինչ վերաբերվում է սոցփաթեթի շահառուներին, ուրեմն այն անձինք, ովքեր որ նախկինում սոցփաթեթի շահառու էին, բայց նրանց աշխատավարձը կազմում է 200,000-ից ավել, նրանք անցել են ապահովագրական համակարգ եւ արդեն իսկ նրանց առողջական ուրեմն ուղին նույնական է ինչ որ բոլորինը ապահովագրական շրջանակներում։ Այո, ապահովագրական համակարգի կարևորագույն բաղադրիչը նաեւ տարեկան ուրեմն կանխարգելիչ բուժզննումներն են, սկրինինգային ծրագրերն են եւ սկրինինգային ծրագրերը բավական մեծ փաթեթ են կազմում, իսկ սոցփաթեթի շահառուների համար մենք ընդհանուր հանել ենք այն ժամանակվա այդ տարեկան բուժզնման պարտադիր պահանջը, որովհետև ըստ էության արդեն ապահովագրական համակարգում հաջորդ տարվանից նրանք էլ ամբողջական օգտվելու են այս ծառայություններից։ Եվ արդյոք ունենք գնահատական նախկինում մարդը ինչքան էր ծախսում իր առողջության համար, ես ձեզ ասեմ, նաև այդ գնահատականը անհնար է տալ, որտեվ շատերը չէին էլ ծախսում, որտեվ չունեին այդ գումարները ծախսելու։ Այսինքն, եթե դիտարկենք
այն 50-ից ավել քաղաքացիները, ովքեր 4-ից ավել միլիոն դրամի ծառայություն են ստացել, արդյոք նրանցից քանիսը կկարողանային այս գումարը վճարել շատ կարճ ժամանակում, որովհետև դրանք հիմնականում շատ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերն էին։ Ես վստահ եմ, որ նրանցից գերակշիռ մասը չէին էլ կարողանալու այդ ծառայությունները ստանալ։ Բայց դեղորայքի մասով իհարկե մենք ուրեմն մեր քրոնիկ վիճակներով վստահաբար իրենց կենսաթոշակի մեծ մասը մեր քաղաքացիները ծախսել են դեղորայք ձեռք բերելու վրա եւ դրանք ցույց են տալիս նաեւ ընդհանուր մեծ տվյալները ծախսերի ուղղվածության եւ սա է հենց հիմքը եղել, որ մենք գրագետ համակարգ ստեղծելով ի վերջո ավելի պետության մարդու համար ծախսը կրճատելով ապահովում ենք շատ ավելի մեծ ծավալ դեղորայքի ծառայությունների, քան թե տվյալ մարդը ինքնուրույն կարող էր գնել։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է, հարգելի գործընկերներ, եթե չլիներ ամբողջ մեր երկրի հաշվարկով ապահովագրական համակարգ, 129,600 դրամով որևէ ապահովագրական փաթեթ չէր կարող տրամադրվել ներառելով այս բոլոր ծառայությունները։